Բոյաջան ցուցասրահը ներկայացնում է հոսք և հյուսվածք նյութին ընդառաջ ցուցադրական նախագիծը, որը տևական ստեղծագործական պրպտումների և փորձարարությունների արդյունք է։ 5 արվեստագետներ՝ Հրանտ Խեքոյան, Մարիամ Շահինյան, Հասմիկ Սահակյան, Մարիամ Հակոբյան և Մարե Մարգարյան, որ Գեղարվեստի ակադեմիայի ուսանողներ են կամ շրջանավարտներ, ամիսների ներհայեցողության, քննարկումների ու շրջադարձերի արդյունքում ներկայանում են նյութականության բազմաշերտ ու անսպասելի բացահայտումներով։ Ցուցահանդեսի կուրատորը փաստում է, նախագծի ներսում տարբեր հեղինակների գործերը համադրելը ամենապարզ եզրափակումն է, մինչդեռ շատ ավելի խորքային և հետաքրքիր ընթացք է անտեսանելի շերտերի բացահայտումը։ Եթե նկատեք, ցուցահանդեսի ներսում նյութականություններ են աշխատում անընդհատ, ձայնը լսվում, որ պետք է ուշադիր լինել, պատկեր է, որին պետք է ժամանակ տրամադրել հասկանալու թե ինչ պատկեր է, եւ այս միտումն է հենց իմ եւ նաեւ արվեստագետների, որ մարդ ուշադիր լինի իր շուրջը եղած առարկայի նյութականությանը։ Եվ այս ինչպես որ ցուցահանդեսի տեքստն էլ ասում է, հենց արվեստի անելիքն է ըստեյության։ Մեր համար բացահայտել մի բան, որ միշտ մեր կողքն է, բայց այդքան էլ տեսանելի չի։ Նախագիծն իրականացվել է Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտի փոխգործակցությամբ։ Ցուցադրված հեղինակներից Հրանտ Խեքոյանը ներկայանում է իր ծես գործով, Մարիամ Շահինյանը ներհոսքով։ Ասում են, շատ ավելի կարևոր է ստեղծագործական ընթացքը, որը ոչ միայն ինքնաճանաչողության, այլև փոխազդեցությունների ու փոխակերպումների տևական ճանապարհ է։ Մեզ մոտ ստացվեց մի քայլ ավել նայել մեր նյութին, այն նյութին, որը մեր ձեռքի տակ է, իրան մի քիչ ավել ուսումնասիրել։ Ու երբ որ իրան մի քիչ ավել ես ուսումնասիրում, ինքը քեզ թելադրում է, թե ինքը ինչ պոտենցիալ ունի, որ դու իրան օգտագործես։ Այդ կերպով, երբ որ նայում ես քո ստեղծագործության ու սկսում ես գործ անել, ինքը մի հատ շրջադարձ է կատարում, որովհետև դու սկսում ես ուշադիր լինել նյութին ու լսել իրան։ Ու սկսում ես նյութի հետ ընկերանալ ու ընկերաբար գործ անել։ Եթե ես նյութի հետ աշխատում եմ, ես իրան թելադրում եմ, բայց շատ հաճախ նյութն է ինձ թելադրում, ոնց որ ընկերոջդ հետ նստած աշխատանք վարես, այդ ընթացքում ստեղծում է կարող է էքսպերիմենտալ աշխատանք, բայց ինքը շատ ընթացքային, շատ հետաքրքիր ընթացք ունի, որովհետև դու նյութին ենթարկվում ես այդ պրոցեսի մեջ։ Ցուցադրված արվեստագետները նաև մասնակցել են Ժամանակակից արվեստի ինստիտուտի, ինչպես գոյատևել որպես սկսնակ արվեստագետ կրթական ծրագրին։ 3 ամիսների ընթացքում երիտասարդ արվեստագետներ ոչ միայն Երևանից, այլև մարզերից մասնակցել են հայաստանյան և արտերկրի փորձառու մասնագետների սեմինարներին, կատարելագործելով իրենց պորտֆոլիոներն ու մասնագիտական հմտությունները։ Նոնե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։